Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ ենք մեր հրավերին արձագանքելու համար։ Այսօր Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշեց անփոփոխ թողնել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը, սահմանելով 6.5%։ Ինչպես գիտեք, պարոն Գալստյանը գտնվում է ազգային ժողովում իր Կենտրոնական բանկի նախագահի թեկնածության հարցերով։ Այսօր մեր բանախոսը կլինի պարոն Հովհաննես Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, որ կներկայացնի հաղորդագրությունը, որից հետո կարող եք հարցերով դիմել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Հայկ։ 2026 թվականի մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը, սահմանելով 6.5%։ 2026 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է, մարտին կազմելով 4.5%։ Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է, կազմելով 4.7%։ 2026 թվականի առաջին եռամսյակում աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների ու դրանց տատանողականության զգալի աճի պայմաններում համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերն էականորեն ավելացել են։ Առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական աճը որոշակիորեն արագացել է, այդուհանդերձ սպառողական պահանջարկի թուլացումը շարունակում է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետական պարտքի, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում պահպանման ռիսկերն ավելացել են, պայմանավորված մաքսատուրքերի հավաքագրման հնարավորությունների որոշակի սահմանափակմամբ, ինչպես նաև պաշտպանությանն ուղղված ծախսերի հնարավոր աճի անհրաժեշտությամբ։ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը դարձել են ավելի առարկայական։ Մասնավորապես, Եվրոգոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների ու դրանց մատակարարման նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակել է թուլանալ։ Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցիչները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական աճի դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաներում գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը։ Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, մյուս կողմից գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ առանձին դեպքերում դրանց բարձրացման հավանականությունը։ 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն։ Վերջինիս մեծապես նպաստում է շինարարության և ծառայության ճյուղերի բարձր աճը։ Հարկ է նշել, որ վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունն ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր, մատնանշելով տնտեսությունում ձևավորվող հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների մասին։ Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ, առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնվող, թեև գնաճի վարքագծում դեռևս առարկայական են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկերը։ Հատկանշական է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը որոշակի թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն միջնաժամկետ հորիզոնում կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%։ Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում մի կողմից խորհուրդը դիտարկել է A տիպի սցենարներ, կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B տիպի սցենարներ, կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարների և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ,
որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի։ Արդյունքում հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը, խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Շնորհակալություն։ Սպուտնիկ։ Շնորհակալություն։ Կարելի է ենթադրել, որ այսպիսի անորոշության պայմաններում եւ այդ մեծավոր արևելքում տիրող իրավիճակից ածանցվող բոլոր խնդիրների պայմաններում տոկոսադրույքը անփոփոխ թողնելը ավելի շատ դրական ազդակ է տնտեսության, այսինքն նետ էֆեկտը ավելի դրական է, քան չեզոք։ Հարցը եթե ճիշտ հասկացա, դրական է գնահատականը տնտեսության նկատմամբ կենտրոնական բանկի կողմից, եթե այդպիսի բավականին բարձր անորոշության պայմաններում եւ էներգակիրների աճի, լոգիստիկայի եթե չենք բարձրացնում, ապա հասկանալի է։ Տեսեք, մենք երկու խումբ սցենարներն էլ մատնանշել ենք, բնականաբար հնդածս տարվա ընթացքում մենք կստանանք լրացուցիչ տեղեկատվություն հասկանալու համար, թե որ ուղղությամբ ենք ավելի շեղվում, ու եթե նախորդ մեր հաղորդագրության հետ համեմատենք, նախորդ մեր հաղորդագրությունը անմիջապես Իրանի պատերազմի սկզբից հետո էր, 2 շաբաթ անց էր, ու այնտեղ մենք մի քանի առումներով շատ կարող ենք պեսիմիստ լինել, օրինակ ռիսկի հավելավճարի, որ տարածաշրջանում խնդիրները կարող է բերի, որ կապիտալը տարածաշրջանից դուրս գա, այդ թվում Հայաստանից, մենք նման դիտարկում այս պահին չունենք, ու մենք այդ մասով մեղմացրել ենք մեր խոսքը։ Հարկաբյուջետայինը, որը արտաքինից կախված չէր, մեր մոտ ավելի ու ընթացքը ֆիսկալ թվերի ցույց են տալիս, որ հնարավոր է, որ դեֆիցիտը ավելի մեծ չլինի, քան նախատեսված, նույնիսկ կարող է ավելի փոքր լինել, ու տարբեր տեսակի անորոշությունները սոցիալական ծախսերի եւ ապահովագրության ծախսերի հետ կապված ավելի կառավարելի են մեզ թվում։ Միևնույն ժամանակ հանգուցալուծումը Հորմուզի նեղուցի էներգակիրների գների դեռևս չի թվում մեզ, որ շատ արագ պետքա հանգուցալուծվի, ու դեռևս չի թվում մեզ, թե այդ որ կետում համաշխարհային տոկոսադրույքները գործընկեր երկրների էականորեն կիջնեն, ինչպես որ դա սպասվում էր նախկինում, մինչև պատերազմը։ Հարցեր։ Այս կետերից մեկը հաղորդագրության, այն որ տուրիստական հոսքերը եւ նաեւ անշարժ գույքի ներդրումային գնումները կարող են մասամբ ուղղվել մեծավոր արևելքից դեպի Հայաստան, դա նախորդ հաղորդագրության մեջ եւս նշվում էր, այս հաղորդագրությունում կարելի է ենթադրել, որ ավելի բարձր մեծ կշիռ է տվել այս ենթադրությանը եւ ինչպիսի աղբյուրներից եք ստանում տվյալներ այդ ակտիվությանն ու ծավալների մասին, այսինքն ինչ որ ենթադրություններ ունեք, թե օրինակ Ռուսաստանից կամ այլ երկրներից, որ տուրիստների ինչպիսի ծավալ է, որ պետք է գնալ օրինակ ծոցի երկրներ, բայց եկել է Հայաստան, կամ անշարժ գույքի շոկայում ինչ որ ակտիվություն այս համատեքստում նկատում եք, թե ոչ։ Տեսեք, թարմ տվյալները զբոսաշրջության վկայում են, որ նման բարձր աճերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոնք աճել են ամիս ամսվա վրա 12 ամսվա կտրվածքով Ռուսաստանից մոտ 20,000 դրամ, որ 40% աճ է, դա շատ բարձր է, ու այն հիպոթեզը, որ դրա մի մասը այն մարդիկ են, որոնք չեն գնացել Եգիպտոս, Դուբայ, Իսրայել նույն ու Հայաստան են եկել, այդ մեծ հավանականությամբ այդպես է։ Կապիտալի հետ կապված մենք պորտֆելային ներդրումների մասով միջազգային ներդրողների հետ կապված, ինչպես պետական արժեթղթերում, ֆինանսական համակարգի միջոցով եւ նաեւ ուղղակի իրական հատվածի մեջ նման դինամիկա մենք տեսնում ենք։ Այդ դինամիկան նոր չի ակտիվացել հենց կոնկրետ
Հորմուզի այս պատմությունից հետո, բայց մեր ռիսկի հավելավճարը, որ մենք ասում ենք նպաստավոր ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ տոկոսադրույքների այս պայմաններում ներհոս կա, շարունակում է, հնարավոր է նաև, որ այդ պորտֆելային ներդրումները, քանի որ ռեգիոններով են նայում ու շատ ռեգիոնների ներդրումները դաթարի վրա են գուցե դրել որոշ ներդրումային տներ, ավելի ուշադրությունը սևեռել են այլ զարգացող երկրներին, նրանց, ովքեր որ ընդունելի ռիսկ են։ Այդպիսի բան կարող լինի։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի, մենք այտենց կետային խոսակցության մակարդակի ինֆորմացիաներ ունենք, բայց վիճակագրություն չունենք դեռ։ Այն համակարգում երևում է ակտիվություն տրանզակցիաների, ասենք, ծավալի եւ բնույթի, այնպես ինչպես 22 թվականին է եղել, 22-23 այդպեսի աճ, հա։ Ոչ։ Որովհետեւ եթե ալտերնատիվ ուղղություն լիներ Հայաստանը, ապա երևի այդ ակտիվների կառավարման, ասենք, wealth management-ի գործարքները ավելի կշատանային, այնինչ եղել է, հա, 2-3 տարի առաջ եւ բանկերի միգուցե այդ ոչ տոկոսային եկամուտները եւս կավելանային, դուք կտեսնեիք դա։ Ոչ, նման մասշտաբի փոփոխություններ հոսքերում չենք տեսել, չեմ բացառում, որ երկարաժամկետում ավելի ոչ կտրուկ, բայց ավելի հիմնարար ձևով ծոցի երկրների այդ հոսքերին փոխարինող դեր կստանձնեն ֆինանսական կառույցների կողմից մեր, իհարկե համապատասխանատվության ստուգումների նախապայմանով, բայց այս պահին դա առարկա է, դրանք առարկայական չեն։ Դրանք անհամեմատելի են ու նաև արդյոք օգտվելով հարցի, նաև անհամեմատելի են մարդկային հոսքերը մերձավոր արևելքից Հայաստան 22 թվականի ռուսո-ուկրաինականը, եթե կան դրանք եզակի բաներ են, կլինի Լիբանան, թե Իրան, թե Իսրայել շատ փոքր են։ Ես նույնիսկ հիշում եմ, որ մի փոքր սուր իրավիճակ կար սրանից 2-3 տարի առաջ հենց Իսրայելում, կարծեմ այդ 7-օրյա պատերազմը, այդտեղ ավելի մեծ մենք հոսքեր տեսանք ֆիզիկական անձանց Իսրայելից, նույն ռուսական այլոց, բայց հիմա մենք նման բան չենք դիտարկում։ Հանրային Հարցս այսօրվա օրակարգին չի վերաբերվում, պարոն Խաչատրյան, ՊԵԿ մաքսավորները վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել բացահայտել դեպքեր, երբ ճամպրուկով փողեր են բերվում Ռուսաստանից, հասկանալի է դրանք այստեղ ռուբլուց դոլարի վերածելու եւ վերարտահանելու նպատակով։ Կենտրոնական բանկը փոխարժեքի շուկայում ճնշումներ տեսնում է, դա ձեզ մտահոգում է, չի մտահոգում։ Տեսեք, կանխիկով գործառնությունները անդրսահմանային, ցավոք սրտի որոշ դեպքերում այլ համարժեք այլ ընտրանքների բացակայության պայմաններում մենք դիտարկում ենք վերջին 3-4 տարիների ընթացքում անընդհատ այդ տեղափոխումները ռուսական ռուբլու եղել են։ Մենք այս 3-4 տարիների ընթացքում անընդհատ բարելավել, խստացրել ենք, եթե բարելավել բառից հետո կարելի ասել, խստացրել ենք, պահանջներ ենք դրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, որպեսզի այդ կանխիկով գործառնությունները հնարավորինս մաքսիմալ հիմնավորված լինեն, թե այդ գործառույթները ինչ են Հայաստանում տեղի ունենում, որտեղից է այդ գումարների աղբյուրը, այդ մշտական աշխատանք է։ Ու այս պահին մեր մոտ արտառոց բան չկա մեր աշխատանքային ռեժիմում։ Հնարավոր է նախկինում էլ ՊԵԿ-ը կամ մաքսային ծառայությունները կամ սահմանապահ ծառայությունները ինչ որ քրեական բնույթի բաներ տեսել են, մեր մակրո թվերի մեջ մենք մեծ փոփոխություններ չենք տեսնում։ Մեր մոտ կա տրանսֆերների աճ, կանխիկը ցավոք սրտի ժամանակ առ ժամանակ մենք դիտարկում ենք հարցումների միջոցով, մենք այդ հարցումներին վերադառնալու ենք, հավանաբար ամռանը կամ մոտակա ապագայում էլի կանենք հարցումներ հասկանալու համար կանխիկի դինամիկան ոնց է փոխվել, բայց մենք այդ ոլորտում չենք տեղ։ Ինչ վերաբերում է փոխարժեքին, նախկին հարցի պատասխանի ժամանակ ես որ ասացի կապիտալ հոսքեր կան, դրանք էլ են փոխարժեքի վրա դեպի ներքև ազդում ու ժամանակ առ ժամանակ մեր շուկան էլի անհավասարակշռվում է կամ պերմանենտ անընդհատ արժևորման ուղղությամբ է գնում։ Ձեր նշած ֆիզիկական անձանց կողմից կապիտալի ներմուծումը եւս դեր ունի ու միշտ ունեցել է։ Մենք արտառոց փոփոխություն այդ դերի մեջ այս պահին չենք դիտարկում, չենք տեսնում։ Հարցեր։ Անշարժ գույքի
շուկայի հետ կապված դեռևս ունեք այդ գերտակացման մտահոգություններ, թե այժմ այդքան մեծ չեն, ինչքան անցյալ տարեվերջին են եղել, որտեղ այն ժամանակ մի քանի անգամ հաղորդագրություններում դուք հիշատակում եք դա որպես առանձին կետ, հիմա չեք անդրադառնում դրան։ Մի պահ ոնց որ հետ գնանք այդ կտորը մի հատ հիշեցնենք, էլի մենք երևի առաջին անգամ 2 տարի առաջ, 2.5 տարի առաջ այդ մտահոգությունը բարձրացրեցինք ու ինչպես էր դա հնչում, որ մենք տեսնում ենք ճեղքվածք անշարժ գույքի հիմնարար գների, որը իրականում տեսական աշխատանք է, դա մեր կարծիքն է, այո, հիմնարար գների եւ շուկայական գների միջև կա ճեղք։ Ճեղքը դեպի վերևի ուղղությամբ է։ Այդ ճեղքը մենք դիտարկում ենք տարբեր սցենարներ փակվելու, կար ռիսկային սցենար, որ կտրուկ ճշգրտվելով դեպի ներքև կարող փակվեր, եկամտարկի հետ վերադարձի դադարեցման օրը Երևանի տարածքում տենց անհանգստություններ կային, մեզ հարցեր էին տալիս։ Մյուս սցենարն էր, որ ինքը կփակվի ժամանակի ընթացքում։ Այսինքն եկամուտները տակից կաճեն, անշարժ գույքի գները չեն աճի կամ քիչ կաճեն ու այդ ճեղքը չի լինի։ Մենք ոնց որ երկրորդ սցենարն ենք տեսնում, հիմա անշարժ գույքի գները մի քանի ամիս երամսյակ առաջ զրոյացել էին, հիմա էլի փոքր դրական, բայց փոքր դրական գների աճ ենք դիտարկում, դժվարանում եմ ասել աղբյուրներից մերձավոր արևելքը ինչ որ մի փոքր կապ ունի թե չունի, բայց այս պայմաններում այդ ճեղքվածքը մեր մոտ գնալով կփակվի։ Դրա համար մեր համար այդ այդքան առարկայական չի։ Սոցիալական ու ծախսերի ավելացման մասին նախկինում տալիս ենք ձեզ հացեր, թե գնաճի ճնշումներ ստեղծում են թե ոչ, նախկինում նրանք գուցե այդքան մեծ չէին ընդհանուր միգուցե բյուջեի ծախսերի մեջ, բայց գումարային երևի հիմա այդքան էլ փոքր չեն, հաշվի առնելով որ տարեվերջին կար քեշբեքի ավելացում, հիմա էլ կենսաթոշակի հիմնական ավելացում կա, որը բավականին զգալի է։ Հիմա արդյոք սկսում եք դա դիտարկել որպես գնաճի ֆակտոր, թե դեռևս միևնույն է դեռ չեք դիտարկել։ Բյուջեի պակասուրդի ընդհանրապես ֆիսկալ մասի հետ կապված մեր անհանգստությունները, սցենարների բազմությունը, ոնց որ էկրանին երևում է, նախորդ ռաունդների ժամանակ ավելի շատ էին։ Մենք ունենք բյուջեով դրված, ես չեմ սխալվում, 130 միլիարդ դրամի չափով առողջության ապահովագրության հետ կապված ծախսեր պետական բյուջեից եւ տարբեր գնահատականներ 80 միլիարդի չափով մոտ էֆեկտներ կենսաթոշակների բարձրացման, քեշբեքը չէ, կենսաթոշակների բարձրացման, այդ երկու էֆեկտները մեր համար մտահոգիչ էր, թե ամբողջական բյուջեի տեսանկյունից ինչ կստացվի, այնտեղ եկամուտներ կհավաքագրվեն, այլ խնայողություններ կլինեն, թե ուղղակի դեֆիցիտը կմեծանա։ Ընթացիկ հավաքագրումները մեզ ցույց են տալիս, որ դեֆիցիտը կամ նույն մակարդակի է ինչ որ պետական բյուջեով նախատեսված էր ու կարող է փոքր փոփոխություններ տեղի ունենա ու ընդ որում կարող է նաև փոքր փոփոխություններ տեղի ունենա դեպի ներքև։ Այդ իմաստով ու նաև մի փոքր ավելի որոշակիություն է մեր համար ավելացել ապահովագրության գծով, դեռ ամբողջական չի, տարին դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն 4 ամիս մենք դիտարկում ենք առողջապահական ծախսերը, որոնք աճում են, բայց մեր մոտ կար շատ խիստ անորոշություն, թե ինչ կարգի կլինեն այդ աճերը եւ ծավալների հետ կապված։ Այսինքն մեր տիրույթը անորոշության բյուջեի մասով փոքրացել է։ Չեզոք տոկոսադրույքի նվազեցման մտահոգություններ ունեք, թե ոչ, հաշվի առնելով, որ նաև ԱՄՆ տնտեսական ինդիկատորները վերջին շրջանում բավականին լավատեսական են։ Երևի հակառակը yield curve-ը բավականին իջել է 10 տարանոցների, եթե ճիշտ եմ հիշում, ու այդ jobless claims-ները նաև եւս ավելի, չէ, հակառակը մենք այս պահին Միացյալ Նահանգների հետ կապված մենք 10 տարեկան եկամտաբերության կորը շատ բարձր մակարդակի վրա է, 4.4%-ից բարձր է այս պահին, որպես մարկեր տոկոսադրույք էլի հիմնական
ու dot plot-ը ու կանխատեսումները ու շուկայի սպասումները միանշանորեն ճշգրտվել են դեպի վերև փետրվարի համեմատ։ Այդ միանշանակ է։ Այնտեղ ամերիկյան սպառողների վստահության, սպառման տեմպերի հետ կապված հնարավոր է ռեցեսիոն ռիսկեր առաջանան ու մի կետում Fed-ը արդեն նոր ղեկավարով մի կետում գործողություն, բայց մենք ոնց որ այս տարվա մեջ նման սպասումներ չունենք։ Մեր համար ավելի շատ ռիսկային է, որ որոշակի երկար ժամանակում ինքը կմնա վերևում։ Տոկոսադրույքները Fed-ի ու ընդհանրապես այդ ռիսկը ավելի շատ է։ Կարա լինի ամերիկյան ստագֆլյացիոն սցենար, որ մաքսատուրքերի, պետական ծախսերի պատճառով, նավթի գների պատճառով գնաճը լինի վերև, բայց միաժամանակ տնտեսական ակտիվությունը լինի թույլ։ Այդտեղ արդեն դուալ մանդատով ԱՄՆ Fed-ը կտեսնենք ինչ գործողություններ կանեն դեպի վերև, դեպի իրանց համար այդ դեպքերում բարդ է, էլի, որտեղ իրանք դուալ մանդատ ունեն։ Ֆունդամենտալ ինչու եք ենթադրում, որ ներքին պահանջարկը, եթե ենթադրում եք, մնալու է բավականին բարձր մակարդակում, որովհետև այս անորոշությունները եւս ինչ որ արտաքին տնտեսական անորոշությունները եւս ինչ որ չափով թափանցում են մեր տնտեսությունը։ Միանշանակ հայկական հայ սպառողները եւս իրենց սպառողների վստահությունը կապ ունի իրենց սպառման հակվածության հետ, բայց մենք ունենք մի քանի էֆեկտներ, ունենք եկամտի էֆեկտ, միջին եկամուտները ավելացել են, խնայողությունները ավելացել հասել էին մաքսիմումի նախորդ երամսյա 23% նայում, հիմա մի փոքր ներքև է իջել, հնարավոր է խնայողություններից սպառում տեղի ունենա, ունենք սպառողական վարկերի աճ, որի մի մասը իհարկե կապ ունի հիպոթեկային վարկավորման հետ, կահավորում եւ այլն, մի մասը կապ չունի, մի մասը ուղիղ սպառում է։ Այդ իմաստով ներքին պահանջարկը ու նաեւ հյուրանոցներ, ռեստորաններ, ծառայությունների այդ հատվածում գնաճը մեզ արդեն բերում է նրան, որ հնարավոր է ինքը շարունակի կայուն ներքին պահանջարկ ապահովել։ Իհարկե մենք այն բեր ռիսկերի մեջ նկարագրել ենք, որ Ռուսաստանում մասնավորապես Եվրոմիությունում եւս վատ տնտեսական պայմանները, դա մեր համար վատ արտաքին պահանջարկ է, դա մեր համար վատ տրանսֆերային հնարավոր է պատմություն լինի ու դա կարա դե հասկանում ես մեր ներքին ու արտաքին պահանջարկը երբեմն դժվար է իրարից տարանջատել, որտեղ մարդիկ աշխատում են, որոշ մարդիկ Ռուսաստանում, հետո գալիս են, աղբյուրը ընդեղից է, բայց մենք ներքին պահանջարկ ենք անվանում, կարա սպառնա դրան, բայց այս պահին մոմենտումը դեռևս բավականին սոլիդ պահանջարկն է ներքին։ Չգիտեմ, կարող է սպեկուլյատիվ է հարցը մի քիչ, բայց զուտ այնքանով, որքանով վերաբերում է տնտեսական ակտիվությանը, նկատում եք, ու ինչ որ միգուցե երկրորդային ինչ-որ ցուցանիշներից, որ միգուցե խոշոր բիզնեսը հետաձգի առժամանակի ներդրումային ծրագրերը, որը նախատեսում էր նախընտրական շրջանում սպասելով միգուցե արդյունքներին։ Եթե այդպիսի հետաձգումների մասին մենք պիտի վերջին 6 ամսում խոսայինք, եթե մնացել է 1 ամիս, ապա այդ շատ կարևոր պերիոդ չի։ Մենք տեսնում ենք շատ խոշոր մի քանի նախագծեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք ընթացքի մեջ են։ Մենք տեսնում ենք, որ ֆինանսական կազմակերպությունները այդ ծրագրերի մասնակցության վարկավորման տեսանկյունից հապաղում չունեն։ Մենք տեսնում ենք, որ օտարերկրյա ներդրողները այդ իմաստով հապաղում չունեն։ Ինչպես ասեցի, պորտֆելային ներդրումները պետական արժեթղթերում ոնց որ ոչ մեկ չի սպասում ու մտնում են, ինչքան որ շուկայի ծավալներն է թույլ տալի, մեր շուկան այդքան մեծ չի, հեշտ չի մտնելը միանգամից մի քանի $100 միլիոն, մի քանի $10 միլիոն են մտնում մարդիկ։ Այդ իմաստով շատ ներդրումային ակտիվության պակաս մենք մակրո թվերով էլ չենք տեսել։
մակրո թվերով չենք տեսել, ներդրումները բարձր են եղել ու այդ առիթից օգտվելով հարցի մի քիչ այդքան ուղիղ կապված չի, նաև այդ մեր ընթացիկ հաշվի պակասուրդի հետ կապված, որտեղ կան որի պատճառ են եւ սպառման ապրանքները եւ ներդրումային ապրանքները, այդտեղ մենք ունենք միաժամանակ եւ ներդրումային թվերի աճ, որտեղ այո կան եւ պաշարներ եւ մեքենասարքավորումներ եւ միաժամանակ ընթացիկ հաշվի պակասուրդի խորացում, ֆինանսավորվող ամենայն հավանականությամբ կապիտալ ֆինանսական հաշվի ճանապարհով, այսինքն այդ բոլոր ցուցանիշները չեն վկայում, որ մենք այս տարվա առաջին կեսին ունեցել ենք ներդրումային ծրագրերի հապաղումներ։ Հարցեր, շնորհակալություն, ավարտենք։ Շնորհակալություն։